Առավոտյան Իրանն արթնացել է պայթյունների ձայներից։ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել մայրաքաղաք Թեհրանին ևս 7 քաղաքների ու բնակավայրերի։ Պայթյուններ են որոտացել Սպահանում, Ղոմում, Թավրիզում եւ այլ բնակավայրերում։ Իսրայելի առաջին հրթիռները պայթել են հիմնականում Թեհրանի կենտրոնական փողոցներում։ Իսրայելը լուսանկարներ է հրապարակել կառավարական շտաբին հասցված հարվածից։ Նրանք հայտարարել են, որ հարվածների առաջին ալիքը հաջողություն է գրանցել, ոչնչացվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Համացանցում հրապարակված կադրերում երևում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի նստավայրի մոտ պայթյունը։ Reuters-ը հայտնում է սակայն, որ Ալի Խամենեին երկրում չէ, անվտանգ վայրում է։ Իրանի նախագահի նկատմամբ կատարված մահափորձի մասին լուրերից հետո Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ Փեզեշքյանը անվտանգ գոտում է։ Նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես եկել նաև արտգործնախարարությունը։ Աբբաս Արաղչիին ոչինչ չի սպառնում։ Տեղեկություն կա, որ իսրայելական հրթիռներից մեկը ընկել է դպրոցի վրա։ Տարբեր տվյալներով աշակերտների շրջանում զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մասշտաբային ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Թեհրանը մերժել է միջուկային հավակնություններից հրաժարվելու հնարավորությունը։ ԱՄՆ նախագահը կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին վայր դնել զենքերը։ Վաշինգտոնը այլևս չի կարող հանդուրժել այն իրավիճակը, երբ Իրանը փորձում է վերափոխել միջուկային ծրագիրը եւ շարունակել զարգացնել հեռահար հրթիռները։ Մեր նպատակն է պաշտպանել ամերիկացի ժողովրդին վերացնելով իրանական ռեժիմի անմիջական սպառնալիքները։ Թեհրանի գործողություններն անմիջական վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի եւ արտերկրում ամերիկյան ռազմաբազաների համար։ Կոչնչացնենք Իրանի հրթիռները եւ ռազմական արդյունաբերությունը։ Նրանք հովանավորում են ահաբեկչությունը։ Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու ու պատմական առաջնորդության համար։ 47 տարի է այաթոլաների ռեժիմը բղավում է մահ Իսրայելին, մահ Ամերիկային։ Այս ռեժիմին չի կարելի թույլ տալ զինվել միջուկային զենքով։ Մեր համատեղ գործողությունները պայմաններ կստեղծեն, որ Իրանի քաջարի ժողովուրդը իր ձեռքը վերցնի սեփական ճակատագիրը։ Դիմում եմ նաև իսրայելցիներին, առաջիկա օրերին առյուծի մռնչյուն գործողությունը պահանջելու է տոկունություն։ Իրանի պատասխանը շատ ճուշացավ։ Իսրայելի հարվածներից ժամեր անց Իսլամական Հանրապետությունը տասնյակ բալիստիկ հրթիռներ է ուղարկել, ինչպես Իսրայելի, այնպես Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Գործի են անցել նաև իրանական անօդաչու թռչող սարքերը։ Թեհրանից նախազգուշացրել են, այնպիսի դաս են տալու ԱՄՆ-ին եւ Իսրայելին, ինչպիսին դեռ պատմությունը չի տեսել։ Թել Ավիվին զուգահեռ Իրանը հարվածներ է հասցնում նաև Քուվեյթում, Կատարում, Բահրեյնում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում ամերիկյան բազաներին ու ենթակառուցվածքներին։ Իրանական հարվածների հետևանքով նույնպես կան զոհեր։ Տեղեկություն կա նաև, որ պայթյուն է հնչել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում, Աբու Դաբիում եւ Դուբայում նույնպես պայթյուններ են որոտացել։ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Աբու Դաբիում իրանական հրթիռակոծության հետևանքով 1 մարդ է զոհվել։ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարում է, որ իրենց իրավունք է վերապահում պատասխանել իրանական հրթիռային հարձակմանը։ Իրանական հարվածներից խուսափելու համար Թել Ավիվում օդային տագնապի ազդանշան է միացել։ Իսրայելը երկրում արտակարգ դրություն է հայտարարել, օդային տարածքը փակվել է, բոլոր միջոցառումները հետաձգվել են, մարդկանց հորդորել են դուրս չգալ տներից։ Մերձավոր Արևելքի մի շարք այլ երկրներում նույնպես օդային սահմանը փակ է։ Թեհրանի Ալիկ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի խոսքով Իրանին հարվածներ հասցնելու հիմնական նպատակը իշխանափոխությունն է։ Այդ մասին բացահայտ հայտարարեցին եւ Թրամփը եւ Նեթանյահուն։ Նեթանյահուն արդեն հայտարարել է, որ մենք ժողովրդին այսպես կոչված ճակերտավոր հնարավորություն ենք տալիս դուրս գալու եւ իշխանափոխություն իրականացնելու։ Սա ակնհայտ է։ Վերջնական նպատակը, որը սահմանված է, Իրանի տրոհումը, Իրանի կազմաքանդումն է։ Իրանի կազմաքանդումը ունենալու է սարսափելի հետևանքներ ողջ տարածաշրջանի համար։
Պատերազմական իրավիճակում է հայտնվել ամբողջ տարածաշրջանը, ինչպիսի ավարտ կունենա դեռ հնարավոր չէ կանխատեսել, բայց որ այն ուղղակի եւ անուղղակի ազդեցություն կարող է ունենալ ռազմական գործողություններում չներքաշված պետությունների վրա, ակնհայտ է, ասում է փորձագետը։ Այսպես կոչված ոչ պաշտոնական կա տարբերակ, որ Թուրքիայի սցենարներից մեկը հետևյալն է, որ եթե այսպես կոչված ապակայունացում տեղի ունենա Իրանում, այսինքն այնուամենայնիվ իշխանական համակարգի փլուզման ականատեսը լինենք եւ անիշխանություն իշխանական քաոս ստեղծվի Իրանում, իրենք պատրաստ են այսպես կոչված ռազմական միջամտության սահմանափակ, որպեսզի փախստականների հոսքը կանխեն, անվտանգության հարցերը լուծել, սա նշանակում որ Թուրքիան պատրաստվում է գործողությունների։ Տարածաշրջանի ապակայունացման բացասական ազդեցությունից զերծ չի կարող մնալ նաև Հայաստանը։ Ստեղծված վիճակում Հայաստանը պետք է չեզոք դիրք ունենա։ Նա պետք է նկատի ունենա, որ Իրանի հաղթանակի դեպքում բոլորովին այլ տարածաշրջան է լինելու, ասում է Շահնազարյանը։ Ըստ Արամ Շահնազարյանի, այս ռազմական գործողությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ դիվանագիտությունը պարտվում է իր տեղը զիջելով ուժի կիրառմանը, ինչը ցավալի նախադեպ կարող է լինել ամբողջ աշխարհում։ Սա երկրորդ անգամն է, որ բանակցությունների ընթացքում մյուս կողմը Միացյալ Նահանգները, կոնկրետ արդեն Միացյալ Նահանգները եւ Իսրայելը խախտում են պայմանավորվածությունները եւ անցնում են ռազմական գործողությունների։ Ու սա նշանակում է, որ դիվանագիտությունը ողջ աշխարհում կորցնում է իր արժեքը դիվանագիտական գործողությունները։ Մենք թեվակողում ենք ուժի, այսպես կոչված զորբայությամբ ուժի միջոցով հարցերը լուծելու դարաշրջան, որը բացարձակապես ձեռնտու չէ ոչ ոքի։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիան տեղի է ունենում Թեհրան-Վաշինգտոն դիվանագիտական գործընթացի ֆոնին։ Նրանց հարվածները խախտել են միջազգային իրավունքը, Իրանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, թիրախավորել են երկրի քաղաքական եւ ռազմական ենթակառուցվածքները։ Իրանը կոչ է արել ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին դատապարտել տեղի ունեցածը։ Շվեյցարիան, Նորվեգիան ու Ռուսաստանը, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահը մտահոգություն են հայտնել Իրանին հասցված հարվածների կապակցությամբ։ Սաուդյան Արաբիան իր հերթին պատրաստակամություն է հայտնել միանալ ԱՄՆ-Իսրայել զույգին ընդդեմ Իրանի։ Ֆրանսիայի նախագահն էլ կոչ է արել անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։